Հայկ, ինչպես հասկանամ, իմ զգացմունքները իրական սեր են, թե կախվածություն։ Եթե 24/7 միասին եք լինում ու առանց իրար կյանք չունեք, այսինքն ձեր հարաբերությունները նույն ձև է ինչ ֆիլմերում, այստեղ կախվածության մասին է ավելի շատ խոսքը։ Իսկ առողջ հարաբերությունները դա միմյանց հանդեպ հոգատարություն է, բայց նաև առանձին տարածք ունենալը։ Մեզ միասին լավ է, բայց առանձին եւս մենք կյանք ունենք ու մեզ առանձին էլ լավ է։ Ես իմ հոբիներն ունեմ, իմ ընկերներն ունեմ, իմ շրջապատը։ Այս է առողջ հարաբերությունների մասին է խոսքը։ Որոնք են առողջ եւ անառողջ զույգային հարաբերությունների հիմնական տարբերությունները։ Եթե դուք էմոցիոնալ ճոճանակի մեջ եք, նա մեկ հայտնում է, մեկ կորում, այս դեպքում ավելի շատ խոսքը գնում է անառողջ հարաբերությունների մասին։ Առողջ հարաբերություններն է, որ ձեզ կոմֆորտ է այդ մարդու հետ։ Ու ներսում անդադ մի բան չի ասում, որ ինչ որ բան այնպես չէ այս հարաբերությունների հետ։ Եթե ձեր ներսում այդ զգացումը կա, ուրեմն արժի ուշադրություն դարձնել։ Սա անառողջության դրսևորում է։ Իսկ առողջ հարաբերությունների ժամանակ դուք ապահովեք ձեզ կողմ։ Իսկ ինչպես աշխատել անվստահության, խանդի կամ վերահսկողության զգացմունքների հետ։ Այստեղ հոգեթերապիան է օգնում։ Եթե կա անվստահություն, դա մանկությունից է գալիս հաճախ, այսինքն ինքնագնահատական է այնտեղ է ձևավորվում։ Քանի դեռ այնտեղ աշխատանք չենք տարել, չի փոխվելու։ Իսկ զույգային հարաբերություններում դա դրսևորվում է։ Խորանալով այնտեղ լուծելով կհաղթարենք սա։ Իսկ խանդի զգացումը մենք խանդում ենք, որովհետև անվստահ ենք մեզ կողմ, մեզ թվում է դիմացինը մեզ կարող է թողել անընդհատ։ Եթե դիմացինը ձեզ թողել է, նա կթողի, անկախ նրանից դուք խանդում եք թե չէ։ Ինչու ենք հաճախ կրկնում նույն տեսակի հարաբերությունների սցենարները։ Քանի դեռ մեր ներսում կոնֆլիկտը չենք հաղթարել, այդ կոնֆլիկտը, որ անդադ հարաբերությունների մեջ դրսևորվում է, մենք անդադ նույն խնդրով մարդկանց ենք ընտրելու։ Օրինակ, եթե մենք ունենք ալկոհոլիկ հայր, մենք ընտրում ենք ալկոհոլիզմով տառապող ամուսին, ու հետո բաժանվելով այս ամուսնուց ընտրում ենք էլի մեկին, ով ալկոհոլիզմ ունի, քանի որ մեր ներսում այդ խնդիրները չեն լուծվել, այսինքն մենք չենք սեպարացվել մեր հորից, ու այս կոնֆլիկտը չենք հաղթարել, դրա համար կրկնում ենք այդ սցենարն անընդհատ։ Եվ հակառակն է լինում, երբ որ մարդը լրիվ հակառակ սցենարն է ընտրում, այսինքն ընտրում է ամուսին, ով ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլ, բայց սա եւս փախուստ է իր սցենարից։ Ինչպես հաղթահարել բաժանումից հետո առաջացած ցավն ու վախը նոր հարաբերությունից։ Այդ ցավը հաղթարելու համար մենք հաճախ հոգեթերապիայի ենք գնում, որովհետև երբ որ մենք կորուստ ենք ունենում հարաբերություններն ավարտում են, մենք ապրման փուլերով ենք անցնում։ Ոնց է, երբ որ մարդը մահանում է։ Առաջինը իրականության մերժումն է, այսինքն մենք դեռ չենք հավատում, որ այդ հարաբերություններն ավարտվել են, բայց այդ հարաբերությունները կարող են տարիներով ավարտված լինել։ Երկրորդը դա զայրույթի փուլն է։ Մենք զայրույթ ենք ապրում ինքներս մեր հանդեպ, դիմացինի հանդեպ, աշխարհի մարդկանց, բոլորի հանդեպ։ Եվ երրորդ փուլը վիճարկումների փուլն է։ Եթե ես այս կերպ կամ այն կերպ վարվեի, նա չէր հեռանա ինձանից, բայց սա իրականում խաբեություն է։ Եթե նա հեռանալու էր, կհեռանար անկախ այդ ամեն ինչից։ Չորրորդ փուլը գալիս է դեպրեսիվության փուլը, երբ որ տրամադրության անկում է, մտածողության անաղացում, շարժումների քչացում, այս փուլում մարդիկ հաճախ մեկուսանում են եւ չեն ցանկանում շփվել ուրիշների հետ։ Իսկ հետո գալիս է հաղթահարման փուլը, ու մարդը արդեն նոր իմաստներ է գտնում, նոր հարաբերություններ է ուզում կառուցել։ Իսկ վախը հաճախ այն մասն է, որ կարող է կրկնվել այդ հարաբերությունները, այսինքն եւս մեկ անգամ չստացվի ու այդ ցավը նորից կգա, ես ցավ չեմ ուզում ապրել։